Մարության այս նախընտրական քարոզարշավի ժամանակ, հատկապես ձեր սոցիալական էջերում, մենք տեսնում ենք ձեզ որպես դերասան որոշ հումորային տեսահոլովակներում եւ դերասանից վարչապետ սրանք տարբեր պաշտոններ են ու տարբեր քննադատություններ, կարծիքներ կան, որ հատկապես այս օրերին ստեղծված իրավիճակում մեր երկրին պետք է փորձառու լուրջ առաջնորդ, որը որ ստեղծված իրավիճակից դուրս կհանի երկիրը եւ որովհետեւ մենք չունենք կրկեսի վերածելու հայրենիք։ Ինչպես կարձագանքեք դուք այս կարծիքներին, քննադատություններին։ Շատ բարձ կարձագանքեմ, մենք որոշել ենք դա ոչ թե ես այդտեղ հանդես եմ գալիս որպես դերասան, այլ հանդես եմ գալիս որպես քաղաքական գործիչ, որը հումորի միջոցով փորձում է հասցնել իր մեսիջները։ Եվ մենք տեսնում ենք այսօր ըստ արդյունքի եւ մենք ամեն օր փողոցում ենք մարդկանց հետ շփվում, որ մենք ուղիղ թիրախին ենք հասել, ուղիղ թիրախին ենք խփել եւ մեր բոլոր մեսիջները շատ լավ հասկացվել եւ տեղ է հասել։ Սա առաջինը։ Կապված փորձի հետ, եթե այդ կանխավակածով գնանք, ապա յուրաքանչյուր երկրում ղեկավար կարող է լինել միայն այն, ով եւս մեկ անգամ արդեն եղել է ղեկավար։ Այսինքն նոր ղեկավար երկիրը չպետք է ունենա։ Եթե մեկը ղեկավարել է երկրով, մյուս անգամ նորից ինքը պետք է լինի, նոր ղեկավար չպետք է լինի, որտեղ փորձ ունի։ Կապված փորձի հետ ժողովուրդը ինձ թույլ է տվել 18 թվականի ընտրությունների շնորհիվ, որպեսզի ես 3 տարի կառավարեմ Հայաստանի մայրաքաղաքով, Երևան քաղաքով, ամենամեծ մեգապոլիսն է, մեր կամ միակ մեգապոլիսը Հայաստանի, դա բավականին մեծ փորձ է ինձ համար եւ ես կարծում եմ հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը, որ շատ եւ շատ մայրաքաղաքների ինչու՞ չէ նաեւ մեծ քաղաքների քաղաքապետեր այնուհետեւ դարձել են եւ շատ հաջող կերպով ղեկավարել են երկիրը, այդ փորձը թույլ է տալիս եւ ինձ եւ մեր թիմին, որպեսզի մենք հավակնենք այդ պաշտոնին եւ ընդհանրապես հավակնենք թե պարլամենտ մտնելու, թե նոր օրենսդրական փոփոխություններ անելու եւ այդ ամեն ինչը։ Եվ նաև այս օրերին Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ դիմելով ընդդիմությանը ասում է՝ «Արա, ով եք դուք այսքան ժամանակ մի քանի քաղաքացու երես չեք տեսել, ով եք դուք, որ դվիժենիներ անեք»։ Սրանք իր խոսքերից են։ Դուք որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ ինչ եզրահանգումների եք գալիս եւ արդյոք սպառնալիքներ համարում եք ձեզ ընդդիմության ուղղված։ Ընդհանրապես այս խոսույթը մեզ համար խորտ է, մեր թիմի համար խորտ է եւ կարծում ժողովրդի համար է խորտ։ Ցավում եմ, որ երկրի ղեկավարը այդ տոնով է շփվում ընդհանրապես, թե այդ օրինակ, չգիտեմ, մետրոյի այդ կնոջ հետ, թե այլ քաղաքացիների հետ, ովքեր իրեն ինչ որ ընդդիմախոսում են, շատ մեծ ցավ եմ սա նշում, բայց այսօրվա խոսույթը սա է։ Ես կարծում եմ, որ ժամանակն է այդ խոսույթը փոխելու, վստահ եմ, որ ընդդիմափոխության դեպքում այս խոսույթը կփոխվի, երբ որ ընդդիմությունն էլ իր արգումենտները ծանրակշիռ կլինեն, իշխանությունը այլ տարբերակ չունենա, քան կսկսի արդեն նորմալ լեզվով խոսել, ոչ թե պիտակավորումներով, եւ շատ հաճախ մենք տեսնում ենք նաեւ ընդդիմությունը ոչ պակաս պիտականումներով է հանդես գալիս։ Այնպես որ այստեղ երկու կողմից էլ գալիս են բավականին չակերտավոր հետարքիր խոսույթներ։ 2018-ին եւ դրանից հետո իշխող կուսակցության իշխող ուժի հետ ճանապարհ անցած գործիչ, հատկապես այս իշխանությունների որ սխալները կհամարեք աններելի, որ սխալներն եք համարում աններելի։ Առաջին հերթին ամենամեծ խնդիրը, որը մենք ի սկզբանե ունեցել ենք արդեն 20 թվականին, անգամ մինչև պատերազմը, որ այն բոլոր խոստումները, որը տրվել են հեղափոխության ժամանակ, այս իշխանությունը շատ արագ շեղվել է այդ խոստումներից։ Սա ամենակարևոր մեր ասելիքն է իշխանությանը եւ մեր թիմը հենց հավակնում է, որ այս հենց հեղափոխության, այսինքն եւ արդարություն եւ կոռուպցիայի չեղարկումը, այդ առավելությունները ԽՑԲ-ն, խնամի ծանոթ բարեկամ, այսինքն այն ամեն ինչը, ինչի անարդարությունը ամենակարևորը, այն ամեն ինչը, ինչի համար պայքարում էր 18 թվականին մեր հայ ժողովուրդը, ի վերջո ի կատար չածվեց։ Եվ մենք ուզում ենք այս ամեն ինչը շարունակել։ Դրա համար ենք ուզում գալ պարլամենտ, դրա համար ուզում ենք, որպեսզի մեր թիմը հայտնվելով ազգային ժողովում շարունակի այն խոստումները եւ ի կատարացի այն խոստումները, որոնք եղել են 18 թվականին։ Սա առաջին հերթին եւ իհարկե երկրորդ հերթին մենք կարծում ենք, որ տապալել է իշխանությունը նաեւ Արցախյան խնդիրը, Արցախյան հարցը հնարավոր այս լուծումը, որ այսօր ունենք, մաքսիմալ վատագույնն էր։ Սա ինձ վատ լուծում ես չեմ պատկերացնում, որ լիներ։ Իսկապես, այսինքն եւ Արցախը արդեն այլևս հայկական չի եւ ընդհանրապես ոչ մի հայ այնտեղ չի բնակվում, որը հազարամյակներով չի եղել հազարամյակներով այդպիսի մի դեպք, որ այնտեղ հայերը չբնակվեն անկախ ստատուսից, հա, Արցախի ստատուսից։ Այսօր ունենք այդ վիճակը, որ
դե ֆակտո ֆիքսում ենք, որ այսօր Արցախում գետ մի հայ չի ապրում։ Իսկ ինչու հատկապես Արցախի հայոց ցեղասպանության այնպիսի հարցեր են, որոնք առանցքային նշանակություն ունեին մեր երկրի համար, կտրականապես փոխեց Նիկոլ Փաշինյանը իր դիրքորոշումը, հրաժարվեց ավելի վաղ կատարած։ Դուք իրեն որպես սատարած նախկինում գործիչ էլի։ Հարցիատրը ես չեմ հարցի։ Հարցիատրը ինձ համար պարզ չի, ինձ համար տարօրինակ է։ Ընդհանրապես այս դեպքերում, երբ որ երկրի ղեկավարը կտրուկ փոխում է իր դիրքորոշումը, բոլոր զարգացած դեմոկրատական երկրներում դրան հետևում է շատ պարզ մի բան՝ հրաժարական։ Կարող ենք Մեծ Բրիտանիայի օրինակներից վերեկանգ Brexit-ի պատմությունը, երբ որ Brexit-ը վերեց վարչապետը, չստացվեց, ինքը հրաժարական տվեց, անգամ փոքր համատած Արցախի այս կատաստրոֆայից, հա, այդ ինչ որ մենք ունեցանք Արցախի հետ կապված, այնտեղ անգամ մի փոքր հարցում, չնայած իրենց համար դա փոքր չէր Brexit-ը, բայց այնուամենայնիվ ինքը առաջարկեց, չանցավ իր առաջարկը, մարդը հրաժարական է տալիս։ Մեզ մոտ տեղի ունենում անհավանական ոչ մի ղեկավար երկրի այնքան պինդ կպնում է աթոռին, որ ընդհանրապես չի ուզում հրաժարվել։ Իր աթոռից, չգիտեմ, քաղցր, չգիտեմ, մեղրակսած այնտեղ կամ գումարներով մեղրակսած, ես չգիտեմ։ Եթե թույլ տաք, էլի, հա։ Դուք կարող եք եւ հարց տամ եւ այդ ընթացքում հագնեք։ 1900 Դուք օրինակ ասում եք կողմ եք Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանմանը, միաժամանակ նշում եք, որ ԵՄ ինտեգրման այս հարցը պետք է խորացնել։ Դուք այս երկուսը ինչպես եք պատկերացնում, հատկապես վերջին օրերին, երբ Պուտինն ասում է այդ ապահարզանի թեման է բարձրացնում եւ ասում է կողմնորոշվեք կամ այս կողմ կամ այն կողմ։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, առաջին հերթին մեզ մոտ եթե տեսնեք հենց մեր եւ մեր այս բուկետում եւ հենց առաջին հենց հա եւ ինչպես ենք մենք անվանել եվրոպականացում սա ինչ է նշանակում նշանակում է որ եթե մենք ուզում ենք անդամակցենք եվրոպական ընտանիքին մենք առաջին հերթին շատ մեծ աշխատանք ունենք ինքներս անելու Հայաստանում եթե մենք անենք այս աշխատանքները ոչ մի երկրի պետության ղեկավար եւ ընդհանրապես ոչ մի պետություն իրավունք չունի խառնվելու մեր ներքին գործերին եթե դու բարձրացնում ես քո ստանդարտները թե քո արտադրանքի, թե արդարադատության, խոսքի ազատության, մամուլի ազատության, ոչ մեկ չի գալու քեզ, ասի ինչ ես դու կբարձրացնում քո ստանդարտները, ինչ ես ավելի լավ կաթ արտադրում, ինչ ես ավելի լավ, չգիտեմ, ելակ արտադրում, մեխանիզմներ արտադրում, ինչա քո մոտ խոսքի ազատությունը շատ բարձր մակարդակի, դա ոչ մեկ իրավունք չունի։ Այս ամեն ինչը մենք այսպես թե այնպես պետք է անենք։ Եվ ի վերջո, երբ որ գանք հասնենք այն կետին, որ մենք պատրաստ լինենք անդամակցելու եվրոպական ընտանիքին, այդ ժամանակ արդեն կարող ենք սրա մասին խոսել։ Այն քաղաքական ուժերը, որոնք այսօր այդ հույսը վաճառում են, որ մենք հեսա վաղը չեն այսօր հայտնվել ենք Եվրոպայում, կներեք, իրենք ուղղակի հույս են վաճառում։ Իրենք ժողովրդին խաբում են։ Այդ ճանապարհը բավականին երկար է, բավականին ծանր է եւ շատ աշխատատար, որը պետք է կա եւ կառավարությունները եւ մենք բոլորս մեր ժողովուրդը։ Այս ճանապարհը անցնելուց հետո արդեն կարող ենք այդ ամեն ինչի մասին խոսել։ Բայց հիմա էլ մենք չենք անդամակցում ԵՄ-ին, բայց Պուտինը հենց հիմա ասում է Ինչ է անում իշխանությունը, տեսեք, Պուտինը ինչի է դա ասում։ Ընդհանրապես ինչ է անում իշխանությունը։ Իշխանությունը ոչ մի քայլ չի անում, այսինքն իր տնային աշխատանքը չի կատարում, չի բարձրացնում արտադրանքի մակարդակը, չի բարձրացնում խոսքի ազատության մակարդակը, արդարադատության, բոլոր խնդիրները, որ այսօր ունենք, ոստիկանության ռեֆորմները եւ այլն, չեն անում դա, ուղղակի մտնում են պարլամենտ, ինչ որ մի օրենք են ընդունում, սա աշխարհով մեկ ասում են տեսեք, մենք գնում ենք Եվրոպա եւ դրանով մեր գործընկերներին են նյարդայնացնում, բ իրականում մի քայլ անգամ չենք մոտենում Եվրոմիությանը։ Իսկ սա հնարավորինս ամենավատ քայլն է, որ կարելի է ընդհանրապես անել։ Իսկ դու կարող ես ոչ մի բան չհայտարարել, սուս ու փուս քո տնային աշխատանք անես, հայտարարությունները վերջում։ Սա ինչի մասն է խոսում, մաքուր պոպուլիզմ է։ Այսինքն իրանք բացարձակ ես կարծում եմ ոչ մի նպատակ էլ չունեն գնալ Եվրոմիություն, մեր իշխանությունները, այլ ուղղակի հայտարարությունների մակարդակով ինչ որ բաներ են ասում։ Այսինքն դուք էլ Փաշինյանի պես կարծում եք, որ երբ ժամանակը գա, այդ ընտրությունը կկատարվի։ Ես Փաշինյանի պես չեմ կարծում։ Փաշինյանը կարծում է, որ պետք է ասել, չանել։ Ես կարծում եմ լրիվ դրա հակառակը, պետք է անել եւ չասել, աշխատել, շատ աշխատել, քիչ խոսալ, հա, իսկ կառավարությունը հակառակն է, շատ է խոսում, քիչ է աշխատում։ Հարցերի պարոն Մարության, ըստ ձեզ, եթե այս իշխանությունները վերընտրվեն, Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ինչ է սպասվում Հայաստանին, հայ ժողովրդին։ Լավ բան չի սպասում, վստահաբար։ Վստահեցնում եմ։ Դուք ինչպես եք։ Ցավում եմ դրա համար, որովհետեւ մենք բոլորս Հայաստանի քաղաքացիներ ենք, Հայաստանում ենք ապրում եւ այդ բոլոր բարդությունները եւ խնդիրները մենք միասին ենք այսպես ասած մարսելու եւ փորձելու դրա տակից դուրս գալ։ Մարության, եթե հայտնվեք խորհրդանում, բայց մեծամասնություն չհավաքեք,
ինչ ծրագիր կվարեք, հա, ձեր առաջնահերթությունները ինչ կլինի, որոնք կլինեն։ Դե այս մեր ծրագրով գնալու ենք, էլի առաջինը եվրոպականացում, այսինքն ստիպելու են կառավարությանը, որպեսզի աշխատանքներ տանի, մեր ստանդարտները բարձրացնելու, ոչ թե ուղղակի հայտարարենք, որ մենք հեսա մտել ենք արդեն Եվրոպա ամիջներով, այլ աշխատանքներ կատարենք օնլայն խաղերի, խաղատների, շահումով խաղերի արգելում, դա ենք տանելու առաջ։ Տարիներին, այսինքն այս իշխանությունների օրոք պաշտոնական տվյալներով 35 անգամ աճել է այդ կախվածություն եւ այլն։ Դուք դա պետական քաղաքականության արդյունքն եք համարում։ Ես վստահաբար, եթե արգելք չկա, եթե խոչընդոտ չկա, բնականաբար հենց այդպես էլ նայում եմ։ Իսկ սա հստակ պետության մեղավորություն է, որ այս մասշտաբների է սա հասել։ Բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունների կտրուկ ավելացում, սա կարևորագույն կետ է, որովհետև մենք այսօր լրջագույն նաև խնդիր ունենք մեր բնակչության քանակի հետ եւ այստեղ պետությունը չպետք է կողքից նայ։ Այսօր ինչ որ ծրագրեր կան, բայց շատ վատ են աշխատում կամ գրեթե չեն աշխատում։ Ավելի կտրուկ հայեր է պետք է անել, որպեսզի մարդիկ չվախենան երեխաներ ունենան, իսկ վախենում են ֆինանսականի համար, բնակ ֆոնդի համար եւ այլն, էլի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։